Make-up ատելյե խանութ սրահները ներկայացնում են 100% բնական, բարձրակարգ ու առաջնային կոսմետիկա, որը կայացել եւ արժանացել է մեծ վստահության։ Կանայք գնահատում են ներկայացված կոսմետիկայի որակն ու գիտեն նրա առանձնահատկությունները։ Make-up ատելյե Փարիզ, պրոֆեսիոնալ դեկորատիվ կոսմետիկա, փրցիներ եւ պրոֆեսիոնալ դիմահարդարման աքսեսուարներ։ Իտալական կոսմետիկա Venus, բացառապես բնական հումքից պատրաստված կոսմետիկա, նաեւ խնամքի միջոցներ դեմքի, մարմնի եւ մազերի համար։ Իտալական կոսմետիկա Perlier, որը ներկայացնում է 100% մեղրային ապրանքանիշ նախատեսված մարմնի խնամքի համար, ինչպես նաև բնական մրգային խնամքի միջոցներ դեմքի, մարմնի եւ մազերի համար։ Make-up ատելյե։ Բարև ձեզ, եթերում գեղեցկության ֆորումն է։ Հարթ, թավշյա եւ գեղեցիկ մաշկ։ Սա ցանկացած կնոջ հմայքի կարևոր պայմաններից մեկն է։ Իհարկե, անկախ սեռից բոլորն էլ ցանկանում են ունենալ առողջ եւ հարթ մաշկ, սակայն պատկերը կարող են ամբողջությամբ փչացնել անպատե հայտնված ճարպաբուժտերը։ Որքան տհաճ է հնչյուն բառը, նույնքան տհաճ է դրանց առկայությունը դեմքի մաշկին, եւ մարդիկ փորձում են ամեն կերպ ազատվել դրանցից։ Այս խնդիրն առավել շատ հանդիպում է դեռահասների շրջանում։ Պատանեկան տարիքում առաջացած կորյակները ինչ որ առումով բնական երևույթ են համարվում, եւ մարդիկ մտածում են, որ տարիքի հետ կանցնի։ Իսկ կանցնի արդյոք եւ ինչու է այս տարիքում դրանց առկայությունը բնական, լսենք մասնագետին։ Եթե նկատել եք, ձեր տրամադրությունն օրվա ընթացքում կարող է մեծապես կախված լինել ձեր արտաքին տեսքից եւս։ Իսկ եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, ապա մի չնչին բան ու վերջ, դեպրեսիան պատրաստ է։ Մանավանդ երբ խոսքը վերաբերում է ճարպաբշտերին։ Սրանք տհաճ երևույթներ են, որոնք առաջին անգամ իրենց մասին զգացնել են տալիս դեռ պատանեկան տարիքում։ Սեռաուսունացման տարիքում ակտիվանում են դեմքի, կրծքավանդակի առաջային մակերեսի, թիակների, միջթիակային տարածության ճարպագեղձերը։ Ակտիվացման հետ պայմանավորված է ճարպի ավելի շատ արտադրանքը, արդյունքում ճարպագեղձերը լցվում են ճարպով եւ դա էլ հետագայում բերում է ինֆեկցիոն բարդության զարգացման եւ արդեն այն կորյակը, որը մենք գիտենք, հա մաշկի մակարդակից բարձրացող թարախ պարունակող գոյացություն, ու արդեն ձևավորվում է։ Իդեպ այս երևույթի առաջացումը հավասարապես կարող է նկատվել թե աղջիկների, թե տղաների մոտ։ Դա պայմանավորված է ամենատարբեր գործոններով։ Օրինակ աղջիկների մոտ ավելի հաճախ լինում է հատկապես այն ժամանակ, որ սկսում են կոսմետիկ միջոցներ օգտագործել։ Դա շպարվել է, նպաստում է կորյակների առաջացման զարգացմանը։ Տղաների մոտ որոշ վնասակար սովորություններ կարող են նպաստել, օրինակ խմիչքի ալկոհոլի օգտագործումը, ծխախոտի օգտագործումը կարող է բերի կորյակների ձևավորման զարգացման։ Բացի դրանից հորմոնալ ստատուսը կանանց մոտ, աղջիկների մոտ դեռ նոր ձևավորվում է, տղաների մոտ արդեն բավականին անցել է ժամանակ, այդ ամենը նույնպես բերում է կորյակային ցանի ձևավորման, արտահայտման։ Եվ իհարկե ժառանգականությունը շատ մեծ նշանակություն ունի, բայց կարող եմ ասել, որ հայերի մոտ ընդհանուր առմամբ մենք ունենք ժառանգական ֆոն կորյակների առաջացման, ճարպագեղձերի շատ աշխատանքի եւ կորյակների առաջացման։ Մասնագետն ասում է, որ եթե ձեզ մոտ նկատվում է նման երևույթ, ապա ցանկալի է դրանց նախ չդիպչել, քանի որ հնարավոր է, որ դրանք ետ քաշվեն։ Իսկ որպես սոս խնամք կարող եք օգտագործել հետևյալը։ Հնարավոր է սալիցիլաթթվի լուծույթ կա, դեղատներում ծախում են, հնարավոր է տեղային ականջային փայտիկները, որ կա, տեղային դնել, դա կչորացնի, բայց պետք չի դրանով դա չարաշահել եւ դա մշտական խնամքի միջոց լինի։ Բժիշկ Մաշկաբանը կոնկրետ առանձնացրեց աղջիկների դեպքը, սա հենց այն թիրախային խումբն է, որն ամենից շատ է գտնվում ռիսկային գոտում։ Հատուկ պետք է նշեմ հենց աղջիկների դեպքը, որոնք 1-2 կորյակը ոչ թե փորձում են բուժել, այլ թաքցնել, թաքցնում են կոսմետիկայի հաստ շերտի տակ, որը նպաստում է նորն առաջացնում, երկուսը դառնում է 4, հետագայում արդեն ավելի ծանրանալով ստիպված ես ավելի շատ միջոցներ օգտագործել, ոնց որ հենց ցիկլ է սկսում, որ հենց դու ինքդ առաջացնում ես քո մոտ կորյակներ։ Այնպես որ երբեք մի դիպչեք ճարպաբշտերին, մի սեղմեք դրանք, թողեք այդ գործը Մաշկաբաններին։ Խորհուրդ եմ տալիս բոլորին ինքնաբուժմամբ չզբաղվել, նույնիսկ մեկ բշտիկի դեպքում ավելի լավ է դիմել մասնագետների, որովհետև տարբեր քսուկներ տարբեր մաշկերի համար են նախատեսված եւ հնարավոր է մի քսուկը մեկին օգուտ տալ, իսկ մյուսը ավելի վնասի։
Եթե դուք դուրս եք եկել պատանեկան տարիքից եւ կորյակները դեռ շարունակում են անհանգստացնել ձեզ կամ հայտնվել են ավելի մեծ տարիքում, նշանակում է դրանք ինչ-որ պատճառ ունեն։ Այս դեպքում դրանք պետք է ընդունել ոչ թե պատճառ, այլ հետևանք, իսկ պատճառները կարող են շատ լինել։ Նյութափոխանակության եւ աղեստամոքսային համակարգի խանգարում, սննդակարգ, այս ցանկը երկար կարելի է թվարկել, փորձենք բարձել դրանցից մի քանիսը։ Եթե դուք վաղուց դեռահաս չեք, բայց դեռ տառապում եք պատանեկան կորյակներով ու ճարպաբշտերով, ապա առանց ժամանակ կորցնելու հարկավոր է դիմել մաշկաբանի։ Ցանկացած դեպքում հիվանդության հետ գործ ունենք։ Դա 18 տարեկանում է թե 35, դա պատանեկան կորյակներ են։ 80 տարեկանում էլ կարա լինի պատանեկան կորյակներ, հա։ Պարզապես պետք է գտնել պատճառները, մարսողության հետ կապված խնդիրներ, հորմոնալ ստատուսի հետ կապված խնդիրներ, արտաքին միջավայրի ազդեցությունը։ Մենք փոշոտ Երևանում ենք ապրում, այդ փոշին նստում է մեր մաշկի վրա, խառնվում է ճարպագեղձերի հետ, ճարպի հետ եւ բերում է կորյակների առաջացման։ Վնասակար սովորությունները նույնպես շատ նպաստում են։ Տարբեր դեղորայք նույնպես կարող է նպաստի։ Սխալ ընտրված դեղորայք, ոչ ճիշտ բուժումը, օճառները, որոնք մենք դեմքն ենք լվանում։ Միասկով պատճառները շատ են։ Եվ ամեն մի դեպքում փորձում ենք կոնկրետ որոշել, թե տվյալ անհատի մոտ ինչն է հենց 35 տարեկանում օրինակ բերել այդ կորյակային ցանի սրացման, նոր զարգացման։ Կարծիք կա, որ սնունդը նույնպես իր դերակատարումն ունի կորյակների ու ճարպաբշտերի առաջացման գործում։ Եթե մարդ իր վրա նկատում է այդ տեսակ մաշկային խնդիրներ, ուրեմն պետք է պահի հիպոալերգիկ դիետա, սնունդը ճարպոտ եւ քաղցր, հատկապես այդ կոնֆետները, շոկոլադները շատ են ազդում դրա վրա եւ եթե մարդ ունի այդ տեսակ խնդրեմ, ես խորհուրդ եմ տալիս ընդհանրապես չօգտագործել ճարպոտ, քաղցր, կծու, թթու, այդ տեսակ բաները։ Այնպես որ գտեք դրանց առաջացման պատճառներն ու անցեք բուժման։ Ճարպաբուժտերի հայտ գալուն պես շատ կանայք մտածում են ոչ թե բժիշկ մաշկաբանին այցելելու, այլ մի լավ կոսմետոլոգ գտնելու մասին, ով կլուծի իրենց խնդիրները։ Իհարկե որոշումը ձերն է, բայց ինչպես մեր նախորդ տեսանյութերից պարզ դարձավ, նախ պետք է պարզել դրա պատճառներն ու բարդության աստիճանը։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք զրուցել մաշկաբան կոսմետոլոգի հետ եւ լսել նրա խորհուրդները կապված մաշկի խնամքի հետ։ Մաշկաբան կոսմետոլոգի առաջին խորհուրդն այն էր, որ ավելի լավ է կանխարգելել մաշկի հետ կապված խնդիրները, քան հետո լուծել դրանք։ Ամենաառաջինը բոլոր աղջիկների համար պետք է լինի, դա ամենաառաջի օրենքը, որ պետք է միշտ անեն դեմակիաժ։ Այսինքն քնելուց առաջ նրանք միշտ պետք է մաքրեն իրենց մակիաժը իրենց վրայից, դեմակիաժից հետո անպայման օգտագործեն լոսյոններ, հետո խոնավացնող կրեմներ։ Եվ այդ խոնավացող կրեմը պետք է լինի եւ ամեն ինչը, ամեն օրվա խնամքը պետք է համապատասխանի իր մաշկի տիպին։ Քանի որ խոսք գնաց կոսմետիկ միջոցներից, ապա պարտադիր չէ ամբողջովին հրաժարվել դրանցից։ Կարող եք պարզապես ընտրել ավելի բնական բաղադրիչներ պարունակող կոսմետիկա։ Սովորաբար առաջարկում են ավելի մաքրող լոսյոններ, որոնք անգամ պարունակում են մի փոքր սպիրտային մաս, կամ կան հատուկ խոտաբույսեր, օրինակ իրիսը, որ ինքը հենց մաքրող հատկություն ունի, ռուսերենով ավելի գեղեցիկ հնչում, մաչիշայուշի միջոցներ են, կամ կան հատուկ բալզամներ, ավելի լոկալնի օգտագործման համար, կան հատուկ միջոցներ, որոնք հենց ամբողջությամբ պարունակում են իրենց լվացվելու միջոցը, լոսյոնը եւ հետո ոնց որ օգնող քսուկը։ Իդեպ մենք բժիշկ կոսմետոլոգից հետաքրքրվեցինք, արդյոք ճիշտ է տնային պայմաններում պատրաստված դիմակների օգտագործումը։ Ես կողմ չեմ դրանց ընդհանրապես, որովհետև իրենք հնարավոր է ինչ-որ sense էֆեկտ լինի, ոչ թե էֆեկտ ինքը իրականում sense էֆեկտ, այլ ուղղակի այդ պահին ինչ-որ գույնի լավացում մաշկի, ինչ-որ մի պահ իրանք նկատում են ինչ-որ թարմացում եւ դա համարում են, որ դա լավ խնամք է, ոչ հիմա 21-րդ դարն է եւ շատ ու տարբեր գների, բոլորի համար հասանելի մաշկի խնամքի ամեն միջոցները ամենտեղ վաճառում են, ես խորհուրդ եմ տալիս միայն գնել։ Արդյունավետ միջոց է համարվում նաև մաշկի ուլտրաձայնային մաքրումը։ Մենք որոշեցինք դրա արդյունավետությունը փորձել իրականում։ Մեր նախորդ տեսանյութում մենք այցելեցինք բժիշկ մաշկաբանի, այժմ մեր հերոսուհու Ալինայի հետ եկեք այցելենք էսթետիկական կենտրոն եւ արդեն գործնականում փորձենք շտկել մաշկի հետ կապված խնդիրները։ Բարև ձեզ։
Այսպեսով մենք ցանկանում ենք դիմել ձեր օգնությանը, ինչ խորհուրդ կտաք, ինչ կարելի է անել մաշկի հետ Ալինային, որպեսզի ավելի մաքուր ու գեղեցիկ տեսք ունենա։ Ելնելով մաշկի տեսակից եւ արկա խնդրից, մենք կկատարենք համապատասխան խնամք եւ կիրականացնենք մաշկի ուլտրաձայնային մաքրում։ Ուլտրաձայնային մաքրումը իրենից ներկայացնում է փոքրինչ կոմբինացված միջոցառում պրոցեդուրա, քանի որ բացի բուն գործիքով աշխատելու process-ից կատարվում է նաև զուգահեռ խնամք, ելնելով մաշկի տիպից։ Ալինան բարեհաջող անցավ մաշկի ուլտրաձայնային մաքրումը եւ այժմ մենք կտեսնենք արդյունքը։ Այսպիսով իմ կողքին կանգնած է այսօրվա մեր թողարկման հերոսուհին Ալինան, ինչպես հիշում եք, նրա հետ մենք այցելեցինք էսթետիկական կենտրոն, որտեղ նա անցավ մաշկի հետ կապված որոշակի պրոցեդուրա։ Այժմ ճշտենք, արդյոք նա գոհ է արդյունքներից, ինչ կասես Ալինա։ Փոփոխություններն ակնհայտ են դեպքի հետ կապված եւ շնորհակալ եմ ինձ նոր մեթոդ առաջարկելու համար։ Իսկ ես ավելացնեմ, որ Ալինայի հետ մենք այցելեցինք նաև գեղեցկության կենտրոն, ինչպես տեսնում եք, դիմահարդարված է ու վարսահարդարված։ Քեզ դուր է գալիս քո նոր տեսքը։ Իհարկե ինձ դուր է գալիս, մանավանդ ձեր ստեղծած հիանալի մթնոլորտը։ Դե ինչ կարծում եմ նման տեսքով Ալինա կարելի այցելել որևէ հետաքրքիր ժամանցի վայր, ինչ կարծիքի ես։ Ես այդպես էլ մտածում էի։ Դե քեզ հաջողություն եւ հաճելի ժամանց։ Եթե ձեզ անհանգստացնում են կորյակները, ապա անպայման դիմեք համապատասխան մասնագետի օգնությանը եւ երբեք մի զբաղվեք ինքնաբուժմամբ առավել եւս սեղմելու միջոցով, որովհետեւ հետագայում դրանց տեղում առաջացած հետքերն ու բարդությունները բուժելը շատ ավելի դժվար կլինի։ Հաղորդումը սպասարկում է Make-up Atelier Paris գեղեցկության սրահը։ Հետևեք մեզ նաև համացանցում online gzik.tv.am կայքում, ինչպես նաև միացեք մեզ Facebook-ում, մասնակցեք քննարկումներին, առաջարկեք ձեզ հետաքրքրող եւ անհանգստացնող թեմաները, որոնց մենք անպայման կանդրադառնանք։ Առայժմ Դիտեք հաջորդ թողարկման ընթացքում հրաժեշտ ենք տալիս ակնոցներին եւ ոսպնյակներին հաշված րոպեների ընթացքում աչքերի լազերային վիրահատություն։ Make-up Atelier խանութ սրահները ներկայացնում են 100% բնական, բարձրակարգ ու առաջնային կոսմետիկա, որը կայացել եւ արժանացել է մեծ վստահության։ Կանայք գնահատում են ներկայացված կոսմետիկայի որակն ու գիտեն նրա առանձնահատկությունները։ Make-up Atelier Paris պրոֆեսիոնալ դեկորատիվ կոսմետիկա, փրցիներ եւ պրոֆեսիոնալ դիմահարդարման աքսեսուարներ, իտալական կոսմետիկա Venus, բացառապես բնական հումքից պատրաստված կոսմետիկա, նաեւ խնամքի միջոցներ դեմքի, մարմնի եւ մազերի համար, իտալական կոսմետիկա Perlier, որը ներկայացնում է 100% մեղրային ապրանքանիշ նախատեսված մարմնի խնամքի համար, ինչպես նաև բնական մրգային խնամքի միջոցներ դեմքի, մարմնի եւ մազերի համար։ Make-up Atelier